Какова будет позиция России? Ադրբեջանցի լրագրողի անպարկեշտ հարցը Լավրովին ստիպեց բացահայտել ակնհայտը, ասում է փոխարտգործնախարարը։ Շավարժ Քոչարյանը նկատի ունի Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելը Ադրբեջանի ներքին գործը չէ, եւ որ կարգավորումը պետք է լինի առանց ուժի կիրառման Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ։ Միջնորդները միշտ բավականաչափ զգուշավոր են խոսում, տվյալ պարագայում հարցը ներողություն ենքան լկտի էր, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը դառնալու հերթը Հայաստանի ներկայացուցիչինն է, ասում է, հարցը դեռ կքննարկվի մոտակա գագաթնաժողովում։ Նախորդում խնդիրը կոնսենսուսն էր, Բելարուսի նախագահը ներկա չէր։ Խոսքը հիմա վերաբերում է ընդամենը ժամանակավոր պաշտոնակատարին, իսկ այդ տեղը Հայաստանինն է։ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակը պահելու կոնսենսուսին սպառնում է Ադրբեջանը։ Շավարժ Քոչարյանը վրդովված է, բավական չէ սեփական երկրում է փակել, պատճառաբանելով, որ իր սուվերեն իրավունքն է հիմա էլ Հայաստանում։ Այստեղ եվրոպական կառույցները մտածելու տեղ ունեն, հենց ԵԱՀԿ։ Լավ, քո սուվերեն իրավունքն է քո երկրում։ Նույն շանտաժով Ադրբեջանը թույլ չտվեց, որ հետաքննական մեխանիզմների ֆինանսավորման հարցը մտնի ԵԱՀԿ նիստի օրակարգ։ Մինչդեռ Մինսկի խմբի անհասցե հայտարարությունները միայն ավելի սանձարձակ են դարձնում պաշտոնական Բաքվին, ընդգծում է փոխարտգործնախարարը։ Այս գիշեր Արցախի սահմանին դարձյալ կրակել են Սևնետ, Իստիգլալ ու ՍՎԴ դիպուկահար հրացաններից։ Շավարժ Քոչարյանը համոզված է, կան լծակներ ազդելու պետության վրա, որն իրեն դուրս է դրել միջազգային իրավունքից եւ խաղի կանոններից։ Աննա Բալյան, օրակարգ։